Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ելույթին, որը նա ունեցավ ՄԱԿ-ում։ Նիկոլ Փաշինյանը բոլորս գիտենք, որ տառապում է իր անձը պատմական դեմքերի հետ նույնացնելու մոլուցքով, սակայն նա կարծես աչքաթող է արել Արշակ Բեին։ Ըստ ավանդազրույցի, Արշակը երբ հայտնվում էր Պարսից հողում, խեղճանում էր, դառնում վախկոտ, իսկ երբ հայտնվում էր Հայոց հողում, ապա ձեռք էր բերում հպարտություն, ձեռք էր բերում խրոխտություն եւ կերպարանափոխվում էր, դառնում էր քաջ թագավոր։ Աննմանատիպ իրավիճակում է հայտնվել հենց Նիկոլ Փաշինյանը։ Սեփական երկրում հոգևորականներին ու ընդդիմադիրներին կալանավորող, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվող, տարբեր շինծու քրեական գործեր հարուցող, իրավապահ համակարգը մահակի վերածած, մուրճ ճոճող, աժա ամբիոնից հոխորտացող, սեփական քաղաքացիներին ասֆալտին փռող ու պատերին ծեփող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դուրս գալով Հայաստանից վերածվեց մի ողորմելի եւ խղճուկ կերպարի։ Սակայն հատկանշական է, որ արդեն 2 օր է ինչ իշխանամերձ որոշ քաղաքագետներ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում որակում են որպես ապտակ Ալիևին, թե իբր քանի գլխանի ես դու, որ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո շարունակում ես կրկնել Զանգեզուրի միջանցք արտահայտությունը եւ Հայաստանին համարում կապիտուլացված։ Թե քանի գլխանի է Ադրբեջանի նախագահը, այդ մասին թող մտահոգվեն ադրբեջանցիները, իսկ մենք ցավոք պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդհանրապես գլուխ չունի։ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը համարում է համաշխարհային մասշտաբի կարևորության գործընթաց ու իր պատկերացմամբ այնտեղ արտաբերված կամ այնտեղ ֆիքսված յուրաքանչյուր բառը ունի այն աստիճանի կարևորություն, որ համարյա կրոնական նշանակություն, որ դրանից այս կամ այն կողմ շեղումը արդեն սրբապղծություն է։ Եվ նրա պատկերացմամբ պետք է Թրամփը զանգահարի Ալիևին եւ մատ թափ տա վերջինիս արված հայտարարությունների համար։ Այդպես Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, սակայն իրականությունը միանգամայն այլ բան է։ Եվ երբ որ երկրի ղեկավարը չի ունենում իր ուսերին գլուխ, ապա անջրպետ է առաջանում իրականության եւ ցանկությունների միջև։ Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Վաշինգտոնում։ Վաշինգտոնում կողմերը ստացան այն, ինչին ձգտում էին, թերևս բացի Հայաստանից։ Ուկրաինայում եւ մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհաջողություններից հետո Թրամփին, քանի որ նա հանդես է գալիս որպես աշխարհին խաղաղություն բերողի առաքելությամբ, համենայն դեպս իր ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցված էր այդ տրամաբանության վրա, որ նա ընտրվելու է ԱՄՆ նախագահ եւ աշխարհում այսուհետ տիրելու է խաղաղությունը։ Եվ այսպես Ուկրաինայում եւ մերձավոր Արևելքում կրած անհաջողություններից հետո Թրամփին պետք էր կազմակերպել մի մեծ շոու, որ իբր աշխարհում կա մի անկյուն, որում նա հաստատել է խաղաղություն։ Համենայն դեպս իր ջանքերով այդ անկյունում հաստատվել է խաղաղություն։ Թրամփը ստացավ այդ շոուն։ Այնուհետև Թրամփին պետք էր Իրանի սահմանին մի տարածք, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործի թե Իրանի դեմ եւ թե Ռուսաստանի դեմ։ Այդ տարածքը նույնպես Թրամփը ստացավ, որը ունի քաղաքական կարևորագույն նշանակություն հենց ԱՄՆ-ի համար։ Եվ ահա աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից մնացածը խոսքս անվանումների մասին է,
արդեն լիրիկայի դաշտից են։ Դրանք կարևորում է միայն Նիկոլ Փաշինյանը, որովհետև երբ առաջին պլան ես բերում սոսկ անվանումները, ապա երկրորդվում է բովանդակությունը։ Այնինչ բովանդակությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան անվանումը։ Անվանումը սովորաբար լինում է շղարշ, անվանումը սովորաբար լինում է պատրանք, անվանումը սովորաբար կարողանում է քողարկել բովանդակությունը այն աստիճանի, որ պարտվողի համար այդ պարտության ցավը ոչ թե մեղմացվի, այլ ներշնչվի իբր այդ պարտությունը իրականում հաղթանակ է։ Հենց այդ ապաթիայի մեջ էլ գտնվում է Նիկոլ Փաշինյանը, որը ցանկանում է հրամցնել ամբողջ հասարակությանը։ Մնացածի անկարևորությունը ակնառու է դառնում նաև նրանով, որ Թրամփի մոտ այդպես էլ ամբողջությամբ չի տպավորվել, թե որ երկրների ղեկավարներին է նա ընդունել եւ ում է տվել իր WhatsApp-ի համարը։ Էլ եմ շեշտում, նա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հենց դա է պատճառը, որ նա պարբերաբար շփոթում է Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի եւ Կամբոջայի անվանումները։ Իսկ հիմա անդրադառնանք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանք ցանկանում էին ստանալ կապ միջանցքային տրամաբանությամբ եւ ստացան այդ կապը։ Հերթական անգամ իրականացավ Ալիևի ցանկությունը իր իսկ ձևակերպումներով։ Հիշենք, որ դեռևս ոչ վաղ անցյալում Ալիևը հայտարարում էր, որ մեզ համար կարևոր է այդ կապը ստանալն է, իսկ թե ինչպես կանվանի այն Նիկոլ Փաշինյանը, ապա դա իր խնդիրն է, ինչպես ուզում է, թող այդպես էլ անվանի։ Իրականում տեղի ունեցավ այն, ինչ ասեց Ալիևը, հենց էլի եմ շեշտում իր իսկ ձևակերպումներով։ Նրանք, խոսքս Ալիևի եւ Էրդողանի մասին է, Սյունիքով ստացան միջանցքը, իսկ Նիկոլ Փաշինյանը այն անվանում է Թրամփի ուղի։ Սակայն եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այդ կապուղին գործում է հենց միջանցքային տրամաբանությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եթե նեղվում է ընդամենը Ալիևի արտահայտությունից, երբ այն անվանում է Զանգեզուրի միջանցք, ապա դրանով թերևս նա էլ եմ ուզում շեշտել, որ երկրորդում է բովանդակությունը, այսինքն մեր համար ողբերգությունը դառնում է ոչ թե այն, որ Հայաստանում, ոչ թե այն, որ Սյունիքի մարզում գործում է միջանցք, ոչ թե այն, որ Ադրբեջանը լուրջ դերակատարում է մասնակցություն է ունենալու այդ միջանցքում, այդ միջանցքի իրագործմանը, այլ թե ինչպես է այն անվանվում։ Դա խոսում է երկրի ղեկավարի գլուխ չունենալու հանգամանքի մասին։ Նիկոլ Փաշինյանը անվանում է խաղաղության դարաշրջան, սակայն ով է ասում, որ ներքին լսարանի համար օգտագործվող Փաշինյանի բառակապակցությունները պետք է չափման միավոր դառնան բոլորի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ չունի, դա չի նշանակում, որ գլխից զրկված են բոլորը։ Աշխարհը տեսնում է, որ Ալիևի պարտադրանքով Նիկոլ Փաշինյանը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջով, որը Արցախի հարցի միջազգային միակ հարթակն էր։ Աշխարհը շատ լավ տեսնում է, որ 120,000 արցախցիներ բռնի կերպով տեղահանվեցին Ադրբեջանից, սակայն Հայաստանը միջազգային ատյաններից հետ վերցրեց իր բոլոր դիմումները եւ որևէ կերպ չի փորձում աջակցել արցախցիների վերադարձին, ավելին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, քանի դեռ իրենք են իշխանության, արցախցիների վերադարձի հարց չի լինելու, չի բարձրացվելու։ Աշխարհը շատ լավ տեսնում է, որ Ադրբեջանը գերության, պատանդառության մեջ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր մյուս ռազմագերիներին, սակայն Նիկոլ Փաշինյանը այդ հարցում նույնպես պահանջատեր չէ եւ ելի եմ շեշտում փոխանակ միջազգային բոլոր ատյաններում փորձեր հասնել մեր հայրենակիցների վերադարձմանը, նա իր բոլոր բողոքները վերցրեց այդ կառույցներից։ Աշխարհը շատ լավ տեսնում է,
որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն վախենում են Արցախ բառը օգտագործելուց, այլ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, այդ նույն օրը Հայաստանում համերգ կազմակերպվեց։ Աշխարհը շատ լավ տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են եռաբլուր գնալուց այն օրը, երբ մեկնարկեց 44-օրյա պատերազմը։ Հիմա այսքանից հետո ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Այսքանից հետո ում են ուղղված նրա նվնվոցները, ում են ուղղված նրա աղերսանքները։ Չէ՞ որ աշխարհը չի առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանով, չի առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի զգացած բերկրանքներով կամ բավարարվածությամբ, ինչի մասին նա հայտարարեց ՄԱԿ ամբիոնում։ Աշխարհը երբեք լուրջ չի ընդունի մի առաջնորդի, որը որ պահանջատեր չէ, երբեք չի ընդունի այնպիսի մի առաջնորդի, որը գալիս է ՄԱԿ-ի ամբիոն եւ սկսում աղերսագին ինչ-որ ճառեր ունենալ։ Դրանով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ջուր լցրեց Ալիևի ջրաղացին, որովհետև յուրաքանչյուր իրեն հարգող ղեկավար, յուրաքանչյուր արժանապատիվ պետություն կցանկանա համագործակցել այնպիսի երկրի ղեկավարի հետ, որը չի նվնվում, չի խնդրում, չի աղերսում, այլ արժանապատվորեն է իրեն պահում։ Նման երկրների հետ են գնում սովորաբար դաշնակցային հարաբերությունների, խորը գործընկերային հարաբերությունների։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար ընդհանրապես ստեղծում են համագործակցության պատրանք, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան մատաղ անեն իրենց սեփական շահերին։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդքան երազում է լինել մատաղացու գառ, ապա դա իր խնդիրն է, սակայն ողբերգությունը, երբ այդ ամենը փաթաթվում է ողջ հանրության վզին։ Նիկոլ Փաշինյանին համարելու է աշխարհը այո կապիտուլյանտ։ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում է ասի, աշխարհը անվանելու է Զանգեզուրի միջանցք։ Եթե նա ուզում է խուսափել այդ ամենից, կա ընդամենը մի ելք՝ իր հեռացումն է, որովհետև երբեք պարտվածը չի կարող նստել բանակցությունների, երբեք պարտվածը չի կարող ակնկալել հարգանք եւ երբեք պարտվածը չի կարող ուրիշներից ստանալ խորը գործընկերային եւ լուրջ ռազմավարական դաշնակցային համագործակցություն։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։